դուրս է եկել այդ խորքային պետության ձեռքին գործիք դարձած բազեների դեմ, այդ խմբերի դեմ քաղաքական եւ այլ, այդպես չի, բաներ կան ինքը որ հակասում է, բայց ընդհանուր կոնցեպտուալ առումով ինքը բավականին ուրեմն այդ համակարգի մեջ է, թեև աստեղ ասեմ, որ մի փոքր այդ կոնցեպտից շեղվեց, կասեցնելով Իրանի դեմ գործողությունների գեներացիան կամ չթողեց որ Միացյալ Նահանգները իր մասնակցությունը խորացնի, որտեղ այդ ծրագրով նախատեսված է Իրանի փլուզում, Իրանի մասնատում առնվազն 4-ից, այսպես ասեմ, մի 4-ից 6 պետության եւ դրա միջոցով դոմինոյի էֆեկտի հրահրում ամբողջ միջին արևելքում։ Դրա համար այս պահով նա փոքր հետաձգեց, բայց այդ հետաձգումը դա դեռ չի նշանակում, որ որևէ ընդհանրապես այդ process-ները կասեցվել են։ Ինչ սա ընդհանուր մեծ ուրեմն շատ ավելի թեմա է, մենք պետք է հասկանանք, որ լինելու են առաջիկա երկու գործողությունների, երկու ենթափուլերի համար ճգնաժամեր ցիկլային Եվ այդ ցիկլային ճգնաժամերի արդյունքում նախատեսված է այնպիսի սոցիալական վատ վիճակներ, որ բնակչությունը ուրեմն ինքը չհասցնի սթափվի մի հարվածից արդեն ստանա երկրորդ հարվածը։ Այս կապակցությամբ ձեր հարցը, որ ինչ գործընթացներ են, նախատեսված են այդ գլոբալ մասշտաբի բացի մակրո տարածաշրջանային Թուրքիա, Ադրբեջան իրեն այն ինչ որ անընդհատ խոսվում է, ես չեմ ուզում ավելի այդ դրանք հիմա նորից դրա մեջ մտնեմ կրկնվեմ, կամ այդ թեման շատ է խոսում, ուզում եմ ասեմ այն մասին, որը քիչ է ընդհանրապես խոսում կամ ընդհանրապես չի խոսվում դրա մասին։ Ուրեմն այդ գործընթացները, ինչ որ հիմա սպասվում է մեր դեմ իրականացվելու են, դրանք կոչվում են գլոբալ deep state-ի կամ գլոբալ խորքային պետության կամ այլ կերպ գլոբալ վերպետական իշխանության, ուրեմն գերակա միջոցների, ուրեմն գործադրում առաջիկայում։ Ինչ են այդ միջոցներն իրենցից ներկայացնում։ Այդ միջոցներն իրենցից ներկայացնում են հետևյալները, ուրեմն առաջինը դա գաղափարական աշխարհայացքային միջոցներն իրենք ունեն մի քանի գերական առավել կարևոր միջոցներ գերակա միջոցների մեջ, դա ժողովրդավարություն այդ փուչիկն է, որ անդադար օգտագործում են, մարդու իրավունքներ եւ ազատություններն է, կոռուպցիայի դեմ պայքարը եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը։ Հիմա այդ գաղափարների ներքո իրենք իրականացնում են տնտեսական սպանությունների տեխնոլոգիաներ, իրանք կիրառում են այդ գերակա միջոցները, նրանք էլ են գերակա միջոց, տնտեսական սպանությունները, որ պարտքերը մենք ունենք, այդ ամեն ինչը դրա համար կիրառում են ուրեմն մարդու բանը հոգու ճշմարիտ հավատքի դեմ դիվերսիայի իրականացման միջոցներ, դրանք նույնպես գերակա միջոցներ են, իրականացնում են մարդու ֆիզիկական առողջության դեմ իրականացված գերակա միջոցներ են, կիրառում